ամուսնության եւ համախմբման օր է, որը որ հիմքի մեջ ազգային ողբերգություն է, բայց պետք է հասկանանք, որ անգամ այսպիսի ծայրաստիճան եւ զարհուրելի պատմական իրադարձությունից հետո հայ ժողովուրդը ուժ է գտել եւ կարողացել է ոչ միայն ոտքի կանգնել, այլ պետականություն ստեղծել։ Հիմա փառք Աստծո փորձելու ենք այդ պետականությունը շատ ավելի կուր դարձնել եւ ուժեղ։ Ինչպես է վերաբերում գործող իշխանության այն քաղաքականությանը, որտեղ չկա հայոց ցեղասպանության ճանաչման եւ պահանջատիրության հարցը ուղղված Թուրքիային։ Խիստ բացասական։ Ես կարծում եմ, որ Թուրքիայի հետ եթե ծրագիր կա, ռազմավարություն կա հարաբերությունների բարելավման համար, կնճռոտ եւ սև էջերին պատմության անհրաժեշտ է անդրադառնալ, որտեղ առանց առերեսվելու ոչ մի հարաբերություն չի կարգավորվելու։ Սա առանցքային նշանակություն ունի եւ շնորհապետական կուսակցությունը իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը հռչակել է հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի շարունակությունը։ Սա կարեւոր է, որտեղ եթե ուրանան անցյալը կամ չտեսնելու տան այդ մութ եւ սև պատմական էջերը, ապա ոչ մի դրական հարաբերություններ չեն կարող զարգանալ։ Սա նստված է տալու։ Այն քաղաքական գործիչները, ովքեր պահանջատիրության հարց են ներկայացնում, ընկալվում են որպես ռևանշիստներ։ Դուք չեք վախենում, որ ձեզ էլ որպես ռևանշիստ կներկայացնի գործող իշխանությունը։ Թշնամիների կողմից են ընկալվում որպես ռևանշիստներ, որտեղ հայ ժողովուրդը ունի իրավունքներ եւ այդ իրավունքները պետք է հարգվեն, իսկ եթե գործող իշխանությունները թշնամիների հետ խոսքները մեկ են արել, մեկ ինչ կարող ենք ասել այդ հարցում։ Պարոն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյանի ապրիլ 24-յան ուղերձում մի այսպիսի միտք կա, ասում է Հայաստանի Հանրապետությունն իր այսօրվա տարածքով կարող է 5 միլիոն լինել, 10 միլիոն հայերի բնակության վայր լինել, Սինգապուրի տարածքը ասում է Սևանա լճի 2-3-ից էլ պակաս է, բայց այնտեղ 5.5 միլիոն մարդ է ապրում, որովհետև պետությունը հիմնված է կրթության, ինքնահայեցման, խաղաղության ու մարդակենտրոն ձգտումների վրա եւ ասում է այսօր մենք Հայաստանի Հանրապետությունը առաջնորդում ենք հենց այս տրամաբանությամբ, ինչպես եք մեկնաբանում։ Նման տարածքային սահմանափակումներն քաղաքագիտական տգիտություն է։ Անկեղծության համար նշենք, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության տիրապետման տակ եղած տարածքներում 30 միլիոն մարդ էլ կարող ապրի։ Մեկը մեկին չի հակասում, բայց երկրի տարածքների հարցը դա ռազմավարական հարց է, որը գործող իշխանությունները իրավունք չունեն ասեն, մանավանդ այնքան երերուն իրավիճակում, որը ներկայիս աշխարհն է, դուք չեք տեսնում, կղզիներ են վերցնում, կղզիներ չեն վերցնում, տարածքներ են վիճարկում, պետություններ կլինեն, որոնք դիմակայուն կգտնվեն, կկարողանան գոյությունը շարունակել, պետություններ կլինեն, որ դիմակայուն չեն գտնվի, կկորցնեն իրենց ինքնիշխանությունը։ Տուրբուլենտ եւ վտանգավոր ժամանակաշրջանում ֆիքսել ինչ-որ ֆիզիկա աշխարհագրական տարածք, հղում կատարելով մի միջազգային կառույցի վրա, որի ճակատագիրը դեռ պարզ չի, սա քաղաքագիտական տգիտության հարց է։ Հետևաբար պետք չի խոսալ տարածքների հետ բերելու մասին առավել եւս հիմա Հայաստանի նման թույլ իրավիճակով պայմանավորված, բայց առհասարակ պետք էլ չի խոսալ ինչ-որ ֆիքսված տարածքների մասին, որը քո լուծելի հարցը չի։ Դու ունես Հայաստանի Հանրապետության կողմից լիազորված մանդատ, որպեսզի զարգացնես Բարգավաճ Հանրապետություն, կերտես պաշտպանունակությունն ու մադրողականությունը շեշտես, կոնցեպտուալ հարցերի մեջ ես խորանում, դա քո խնդիրը չի, դա գիտությունների ազգային ակադեմիան պետք է մշակի, դրանք հայ ժողովրդի էլիտան, մտավորականությունը պետք է շրջանառեն իրենց ստեղծագործությունների մեջ, հայ ժողովուրդը իրավունք ունի իղձեր եւ մեծ երազանք ունենա, որևէ ռազմաքաղաքական ղեկավարություն իրավիճակով պայմանավորված իրավունք չունի խմբագրելու հայ ժողովրդի մեծ երազանքները։ Բոլոր երկրները ունեն մեծ երազանքներ։ Ներեք ասում այդ մեծ երազանքը, որ Նիկոլ Փաշինյանը կորցված հայրենիքը վերադարձնելու բան է, անվան տակ է ներկայացնում, ասում է Հայաստանը դնում է 78 թվականի Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսի ռելսերի վրա, որի վերջնարդյունքը պետականության կորուստն է։ Իսկ մենք ամեն անգամ վերադառնում ենք այն կոնցեպտուալ հարցին, եթե դու կորցնում ես քո ինքնությունը, առհասարակ քո գոյության իմաստը ո՞րն է դառնում։ Եթե դու կորցնում ես քո տեսակը, քո պատմական առաքելությունը, արխետիպերը, այդ դեպքում քո գոյության իմաստը ո՞րն է լինում։ Այսպիսի հարցադրումներով առաջնորդվել են բազմաթիվ ղեկավարներ, այդ թվում նաև նոր պետությունների ղեկավարներ, այդպիսիք ինչպիսիք Միացյալ Նահանգներն են։ Գնացեք, կարդացեք լավագույն նախագահների ճառերը, Ռեյգանի ճառը կարդացեք։ Իհարկե կարելի է դառնալ կոմունիստ, իհարկե կարելի է դառնալ, չգիտեմ, տարբեր գաղափարախոսությունների, բայց դա որքանով համահունչ կգնա քո տեսակի հետ, քո ինքնության հետ։ Եթե դու կորցնում ես քո տեսակը,
Դու կորցնում ես քո ինքնությունը։ Եթե դու խոսքդ մեկ ես անում թշնամու հետ, քո առանձնացնողները, քո անջրպետները, քո սահմանները լղոզում ես, այդ դեպքում ավելի հավանական է ինքնիշխանությունդ կորցնես։ Ի վերջո, եթե քաղաքական գործիչ եւ քաղաքական մեկնաբան Գուրգեն Սիմոնյանին հանրությունը կարող է մտածի, որ պետք չի ուշադրություն դարձնել, Պարույր Սևակին էլ կասեք, որ ուշադրություն պետք չի դարձնել։ Կարդացեք Թրի դեմ գրիչ հոդվածը եւ ասում է հայ ժողովուրդը իր գոյությունը ապահովել է միայն իր տարանջատիչների շեշտադրման շնորհիվ, ոչ թե լղոզելով։ Չի կարելի երբևիցե քո սահմանները լղոզել թշնամական պետությունների ակնկալիքներով պայմանավորված։ Իսկ հայ ժողովրդի պետականությունը, քաղաքական ինստիտուտը իր մարտունակությունն ու դիմադրողականությունը կբարձրացնի այնքան, ինչքան որ հայ ժողովրդի տաղանդը թույլ կտա։ Իսկ դուք հարց տվեք, որքանով եք կարողացել հայ ժողովրդի տաղանդին ինքնաիրացվելու հնարավորություններ ձևավորել Հայաստանի Հանրապետությունում։ Շնորհապետություն ստեղծել եք։ Իհարկե ոչ։ Դրա համար քաղաքական գործիչ Գուրգեն Սիմոնյանը շնորհապետություն անունը կրող քաղաքական ուժի հիմնման աշխատանքներ նախաձեռնեց, որ այդ կարևորագույն ռազմավարական հարցը կյանքի կոչվի։ Դուք ինչպես եք պատկերացնում եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եւ հայոց ցեղասպանության ճանաչումը։ Շատ պարզ, միջազգային հարաբերությունները միջազգային առևտուր է։ Եթե դու կարողանում ես քո պոտենցիալով, քո դեմոգրաֆիական աճով, քո տնտեսությամբ, քո զինված ուժերի մարտունակությամբ հավասարակշռել, եթե չես կարողանում հավասարակշռել քո ռազմաքաղաքական դաշինքների միջոցով ես կարողանում հավասարակշռել եւ նրանք հասկանում են, որ քո հավաքական պոտենցիալը չի ենթարկվելու ավերիչ գործողությունների, նրանք քեզ հետ կզրուցեն եւ այստեղ հեչ որևէ նշանակություն չունի, թե դու ինչ հարց կբարձրացնես։ Ի վերջո եկեք հասկանանք, որ տարածքային պահանջներ կան եւ Ճապոնիայի եւ Ռուսաստանի միջեւ Կուրիլյան կղզիների մասով։ Դա չի խանգարել, որ փոխստեկ թե հումանիտար կապեր լինեն, թե պետական կապեր լինեն։ Տարածքային հարցեր կան եվրոպական երկրների միջև, տարածքային հարցեր կան մերձավոր արևելյան երկրների միջև։ Չի կարելի զոհասեղանին դնել ազգային ինքնությունը եւ ազգային իրավունքները հանուն նրան, որ դու կարողանաս մի խղճուկ պետական գոյացություն ունենաս քո իշխանությունը ապահովելու համար։ Պարոն Սիմոնյան, առաջիկամ խորհրդարանական ընտրություններ են, դուք եւս առաջադրվել եք որպես վարչապետի թեկնածու, բացառում եք, որ կոալիցիա կկազմի գործող իշխանության հետ, քանի որ դատապարտում եք նրանց քաղաքականությունը, մասնավորապես արտաքին քաղաքականությունը։ Որևէ մի առանձին անհատ իրավունք չունի առաջադրվելու որպես վարչապետի թեկնածու, իմ թեկնածությունը առաջադրել է Հայաստանի Շնորհապետական կուսակցության աշխարհաժողովը եւ որպես ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի քաղաքական առաջնորդ մենք բացառում ենք նախկին բոլոր իշխանությունների եւ ներկայիս իշխանությունների հետ որևէ կոալիցիան, նրանց արբանյակ եւ սպասարկող որևէ քաղաքական ուժերի հետ կոալիցիան, եթե բախտներս կբերի ժողովրդի կամոք եւ Աստծո բարեհաճությամբ Շնորհապետական կուսակցությունը կներկայացվի ազգային ժողովում եւ մեզ հետ զուգահեռ կներկայացվեն նաեւ այլ մաքուր ուժեր, ապա մաքուր ուժերի հետ հնարավորություն տեսնում ենք։ Տեսնում եք այդպիսի ուժերի Ժամանակը ցույց կտա, ես չեմ ուզում անպագորգոր հայտարարություններ անել, որտեվ ինչքան էլ մարդիկ հայտարարում են, որ իրենք մաքուր ուժ են, միևնույն է ժամանակն է ցույց տալիս իրականում նրանք։ Կարապետյանն ենք մաքուր ուժ։ Ոչ, ես համարում եմ, որ նրանք նախկին իշխանությունների ներկայացուցիչներ են։ Կասկածներ ունեմ խիստ, որտեվ երկու սկզբունքային հարցին սկզբունքորեն չի պատասխանում։ Առաջինը չի պատասխանում, որ իր մարդու իրավունքների պաշտպան լինելու ժամանակահատվածում քաղբանտարկյալներ կային Հայաստանի Հանրապետությունում եւ լղոզում է այն հարցը, թե ում հետ կհամագործակցեք խորհրդարանում։ Մեր նման միանշանակ պատասխաններ չի հնչեցնում։ Ինչու են նույնացնում գործող իշխանության հետ։ Որովհետեւ 2018 թվականի հեղափոխության պայմանավորված ես փորձում էի աջակցել, ես հավատում էի, որ կճանապարհենք նախկիններին, նորերը կգան, կօգնենք, կսատարենք եւ հեղափոխությամբ հռչակված բոլոր արժեքները կապիտալիզացվեն։ Ես անգամ փորձել եմ օգնել պետական կառույցների, եթե ինձ դիմել են, բազմաթիվ կոնֆերանսների եմ մասնակցել վերլուծաբանի եւ գիտնականի կարգավիճակով, այդ թվում նաեւ ներքին գործերի նախարարության կազմավորման կոնֆերանսին հրավերը չմերժեցի, գնացի, չնայած ոչ մի իմ առաջարկներ չընդունվեցին։ Ես ոստիկանության գվարդիայի վերաբերյալ առաջարկներ ունեի, ոչ մեկ չընդունեցին։ Այդ թվում նաև եվրոինտեգրման համար բազմաթիվ կոնֆերանսների են մասնակցել, թե Բրյուսելում, որ հիմա շահարկում են, թե Հայաստանի Հանրապետությունում, փորձում են ասոցիացիաներ ձևավորել, թե մենք մասն ենք, բայց մենք մասը չենք եղել։ Ես կանգնած եմ եղել հայ ժողովրդի կողքին, հայ ժողովրդի ընտրյալներին փորձել եմ օգնել ու տեսել եմ, որ հայ ժողովրդի ընտրյալները հեռացել են հայ ժողովրդի ակնկալիքներից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։